Հարգելի համակարգացիներ, հարգելի կենսաթոշակային տարիքի տարեցներ, այսօր ցանկանում եմ ձեր ուշադրությանը ներկայացնել մի խնդիր, որը կարելի ասել համարյա թե բոլորի մոտ է։ Կատարակտի հիվանդություն։ Միջազգային գիտական ուսումնասիրությունները եւ համաշխարհային առողջապահական փորձը ցույց են տալիս, որ 60-ից հետո բոլորի մոտ, բոլոր անխտիր համարյա թե սկսում է կատարակտի հիվանդությունը։ Առանցին նրա այդ հատկանիշները խորանում են եւ կարելի ասել 65-ից հետո համարյա բնակչության 60-70%-ը արդեն իսկ հիվանդ է կատարակտով, արդեն ունի կատարակտ, եւ 70-ի տարեքային շեմի մոտ կատարակտը կարելի ասել համընդհանուր բնույթ ունի։ Լավ, հասկացանք դա։ Հիմա այդ հիվանդությունը բուժելու համար ինչ է պետք։ Այդ հիվանդությունը բուժելու համար հիմնականում պետք է այդ վիրաբուժական միջամտություն, առանցին ոսպնյակների, այդ խրուստալիկների փոփոխություն, դա իհարկե շատ թանկ օպերացիաներ են, բայց դրանք այնքան թանկ չեն, որ քաղաքացին մարդը կորցնի աչքի լույսը։ Այս հիվանդությունը պահանջում է նաև հետ այդ վիրաբուժական միջամտությունից հետո մշտական բուժում, մշտական ծախսեր։ Այդ մշտական ծախսերը, եթե մենք մտածում ենք, որ պոլիկլինիկաներում դա հնարավոր է կարգավորել, դա այդպես չէ։ Չեմ ուզում որից մեկին թերագնահատել, բայց կոնկրետ այդ բարձրակարգ ծառայությունը, որ պիտի մատուցվի, հաշվի առնելով տեսողության կարևորությունը, մարդու բնականon համակարգ լինելու հետ կապված, պոլիկլինիկաներ այդ թեմայով ոչինչ չեն կարողանալու անել։ Նրանց վրա հույս չպետք է դնել։ Պետք է հույսը դնել հիմնականում վիրաբուժական միջամտության վրա եւ այդ իմաստով մենք պետք է հասկանանք վերջիվերջո նույնիսկ ապահովագրական այս համակարգի ներդրումից հետո հնարավոր է լինելու, որ քաղաքացին այս ամբողջ ծառայությունը ստանա ձրի։ Իհարկե ոչ։ Բնականաբար բերելու են բազմաթիվ պատճառներ, բացատրեն, որ սա այսքան թանկ արժի, նա այնքան թանկ արժի, տասնյակ հազարավոր մարդկանց դեպքում սա բյուջետային միջոցները չի հերիքելու։ Հիմա այս իմաստով մի հարց եմ ուզում բարձրացնել տարեցների եւ կատարակտով հիվանդների կողմից։ Արդյոք ժամանակը չէ, որ Հայաստանի Հանրապետությունում, չէ, այս հիվանդության դեմ պայքարի իրական պետական միջոցառումներ սկսվեն։ Պետությունը պետք է ամեն ինչ անի, որպեսզի քաղաքացին տեսողությունը չկորցնի։ Վերջերս պետությունը ձեռնարկում է իշխանությունները այսպիսի մի մոտեցում, որ այլևս քաղաքացին կարող է 65 տարեկանից հետո չհեռացվել ծառայությունից, այլ կարող է աշխատել կամ համատեղել թոշակային տարիքը եւ աշխատանքը։ Լավ, դուք ո՞նց եք պատկերացնում այդ տեսողություն կորցրած մարդը ո՞նց է աշխատելու։ Բարդ խնդիրներ են եւ հեշտ խնդիրներ չկան ընդհանրապես։ Այս հարցը հարկավոր է ուշադրության կենտրոնում պահել եւ բյուջեում կատարել շատ մեծ մասհանումներ առողջապահությանը եւ հատկապես աչքի տեսողության հետ կապված հիվանդություններին։ Սիրելի բարեկամներ, կարծում եմ, որ բացի վիրաբուժական օգնությունը, կա այդ հետ վիրաբուժական ծառայության ստանալու որոշակի գին։ Տարբեր դեղեր, տարբեր գների, եւ պետք է մենք հաշվի առնենք, որ քաղաքացին չի կարող նվազագույն ընդհանրեն 36,000 դրամանոց թոշակով եւ սնվել, եւ զբոսնել, եւ ընդհանրեն որից տեղ հաճախել, եւ ընդհանրեն դեղեր գնել,
Եվ կարծում եմ լավագույն լուծումը պետք է լինի թոշակների առնվազն 50%-ով բարձրացումը եւ յուրաքանչյուր տարի ինֆլյացիայից ելնելով դրա ինդեքսավորումը։ Մենք այս նպատակներով աշխատանքները սկսել ենք եւ կարծում եմ մենք շուտով 100 հազարավոր ստորագրություններով կառավարության հետ կմտնենք լուրջ բանակցությունների մեջ այս հարցերը համալիր կարգավորելու նպատակով։ Լավ եղեք, սիրելի բարեկամներ, ցտեսություն։